ամենավտանգավորը, երբ որ քեզ մոտ կա դու հայտարարում ես լիբերալ տնտեսական քաղաքականության մասին, իրենք կոչվում են դա fake democracy, կեղծ դեմոկրատիա, բայց քո դեմոկրատիան կեղծ է եւ այստեղ տնտեսական աճի մոդելը կայուն չէ։ Սա ամենավտանգավոր բանն է, բայց վերադառնանք ինչ որ Հայաստանում, վերադառնանք այսպես։ Հիմա եթե մենք հավատում ենք, որ քաղաքական բազմակարծությունը այն ինչպես ձևակերպումը տվել են դառնենք, հա, եթե դա իրականում չկա, որովհետև չեն կարող մենք փաստել, որ այսօր այսպիսի միջավայր է, եկեղեցականներ են ձերբակալվում, ընդդիմության անդամներ են ձերբակալվում եւ այլն, եւ դրա մասին նույնիսկ Transparency International-ն էր խոսել իր զեկույցում, այդպես ասենք, որ մեզ մոտ կա քաղաքական կայուն իրավիճակ, դա կեղծ է, դա այդպես չէ։ Իսկ եթե մենք հավատում ենք, որ քաղաքական անկայուն իրավիճակ է այսօր, դա նշանակում է այո, ինվեստիցիաներին դա խեղող եւ վտանգող իրավիճակ է։ Դա նորմալ, այո, եթե մարդիկ ոնց են որովհետեւ նայում, ներդրողը ոնց են նայում, սկզբում նա առաջի սկրինինգ անում այս մակրո 3 94 հենասյուններով, եթե դա կա կանաչ թռչնակը դնում է, անցնում է արդեն միկրո մակարդակին, թե իր ինդուստրիայում, իր ոլորտում ինչպիսի կարգավորումներ կան եւ այլն։ Հիմա երբ որ տեսնում է, որ հեծը խլում են, Ես դա ասել եմ ոչ միայն դա, Սարգսյան ջան, 2023 թվականին, երբ որ առաջի ոչ թափանցիկ գործարքը եղավ, դա խոսքը վերաբերում է պարզամոլդային առաջի անգամ բաժնետոմսեր վերցրեցին 15%, եւ այլն։ Գիտեք, կարևոր չի դա ոլորտը, կարևոր է, որ մնացած բոլոր ներդրողները անպայման նայում են, թե ինչ է կատարում քո համընդհանուր տնտեսությունում։ Այո, մի բիզնեսի օրինակով նույնիսկ տեսնում են։ Այն ժամանակ ես ասում եի ժողովուրդ, եթե դա այդպես է, դուք պետք է արդեն ապագայում ականատես լինենք օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման։ Ես հիմա ասեմ, եւս նորից ցուցանիշները երբեք չեն խափում։ Ինչպիսի տենդենս մենք ունենք 23-ից այս կողմ նվազում։ 24 թվականին նույնիսկ մենք եթե հանում ենք բանկային համակարգը, իրական տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները բացասական են եղել, այսինքն ծառայնացը փողը փախել է։